Փրկարարական ստորաբաժանումները վերազինվել են հրշեջ փրկարարական ավտոմեքենաներով։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը փետրվարի 20-ին այցելել է Երևան քաղաքի փրկարարական վարչություն ծանոթանալու ծառայության կազմակերպման ընթացքին, անձնակազմի պատրաստվածությանն ու օպերատիվ արձագանքման կարողություններին։ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական 4 ջոկատ այսուհետ ահազանգերին կարձագանքի նոր մեքենաներով։ Ժամանակակից ավտոմեքենաների շահագործումը կնպաստի ծառայության օպերատիվ կարողությունների ու արձագանքման արդյունավետության բարձրացմանը։ Արամ Ղազարյանը դրական գնահատելով արձանագրված ցուցանիշները անդրադարձել է նաև փրկարար ծառայության վերափոխման հայեցակարգային մոտեցումներին, կարևորել անձնակազմի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումն ու վերապատրաստման գործընթացները։ Հիշեցնենք, որ ներդրումային ծրագրի շրջանակում ձեռք են բերվել հրշեջ փրկարարական եւ արագ արձագանքման մեքենաներ, ինչի նպատակով պետական բյուջեից շուրջ 640 միլիոն դրամ է ծախսվել։